Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի հարազատ դարձած բաժանորդներ ջան, մաղթում եմ ձեզ սեր դեպի առ Աստված և հոգու հանգստություն, կարոտը հանկարծ, հոգիս ներխուժեց, հետո բարձրացավ, կոկորդս սեղմեց, բայց դրանով էլ չբավարարվեց, աչքերս լցվեց, լճացավ այնտեղ, այ քեզ հարմար տեղ, ու այդ օրվանից իմ ծով աչքերում կարոտն է ապրում ու այդ օրվանից այդ ծով կարոտը իմ աչքերով էլ աշխարհն է նայում։ Սիրելիներս, այս քաղցրությամբ եւ Հայաստանից համ ու հոտով էլ ողջունում եմ բոլորիդ։ Այստեղ, սիրելիներս, Մարինես ցույց է տալիս մեր հողամասի մի փոքրիկ մասը, որտեղ շատ գեղեցիկ, մաքուր, դասավորված գեղեցկություն է բերել։ Ես էլ ցույց եմ տալիս ձեզ համար վարունգները, տեսնում եք ինչքան լավ, փարթամ, կանաչ, մաքուր, այստեղ ցիտրոնն է, մարզան եւ ռեհանը։ Խիտ ենք ցանել, արանքներից կհանենք, համ չորացնենք, համ էլ սայթիլ կանի հարս։ Այստեղ էլ սալաթներ է տարբեր տեսակի։ Շատ ընտիր եղել է, ուղակի խոնավ եղանակը չի թողնում, որ լավ աճեն, բարձրանան, չէ որ բույսերին արև է պետք, այստեղ էլ գարոխ է, արդեն փայտերը հարսը խփել է եւ լարեր է կապել, որպիսի գարոխները այդ լարերից կապի, բարձրանան, չխճճվեն իրար, իսկ այստեղ բազուկի ճավը, որը շատ խիտ է, այդքան էլ չէ, ուղղակի արանքներից հանում ենք, որ գլուխները լավ լինի, ամուսինս հանում է, կլվանանք, շատ նուրբ է, տեսնում եք Մարինես, համ նկարում է, համ մի ձեռքով ցույց է տալիս, կլվանանք, խաշենք, շատ եմ սիրում, բազուկ, սպիտակ լինի, թե կարմիր, սպիտակը ավելի համեղ է, այսօր այս բազուկը կարմիր է, սա հանել է, կլվանանք հիմա, ես կմաքրեմ նստած մաքրում եմ, դրսում եմ, շատ ցուրտ է, տեսեք, երկու հատ այծալ եմ փաթաթել, համ ոտքիս եմ փաթաթել, համ մեջքիս, շատ ցուրտ է, սիրելիներս, ոնց որ աշնան եղանակ իսկական, այստեղ կմաքրեմ, որպիսի չտանենք խոհանոցում, մաքրենք, դրսում ծորակ ունենք, կլվանանք և կտանենք տուն, կխաշենք, ցույց եմ տալիս Մարինես իհարկե, որ արդեն ինչքան մաքրել եմ, հիմա խաշել ենք, քամել ենք, սառել է, մաքուր յուղով պատրաստում ենք, հիմա լցնում եմ յուղ, կարագը որ հալում ես, յուղը երկար օգտագործում ես, բավականին ժամանակ չէի հալել, այս վերջերս որ գնել էր նարկղով հալեցի, հիմա յոլա է տանում բավականին ժամանակ, բազուկը յուղ շատ է սիրում, մի քիչ շատ եմ լցնում, այստեղ արդեն հալվեց, հիմա կլցնեմ քիչ-քիչ բազուկը, յուղի մեջ նորից շուռ կտամ, որ հավասարաչափ յուղվի, բավականին էլ եղավ, այստեղ էլ ձու եմ կոտրել, հիմա կծփեմ, կլցնեմ բազուկի վրա, մի հատ կխառնեմ բազուկը, արդեն հարս է օգնության եկել, որովհետև էլ չէի կարողանում ոտքի վրա կանգնել, խառնեց և լցրեց ձուն, ոտքս ահա որ ցավում է, ձուն լցրեց, 3 հատ ձու է, բերանը ծածկեց, մինչև եփի, տեսնում եք շատ լավ ստացվեց, ձուն եփել է,
Հիմա մի հատ էլ կխառնի, որպեսզի ավելի լավ եփի, որովհետև ձուն շատ եփած են սիրում, որ պինդ լինի, իսկ ես այդքան էլ շատ եփած չեմ սիրում։ Վերջ սիրելիներս, այսքանով պատրաստ է։ Հողամացից հարսս քաղում է կանաչիներ, որպեսզի ճաշի հետ ուտենք։ Առողջ կոտեմներ են, հատիկ, սիրելիներս, այս տարի ընտիր եղա, որովհետև ցանելուց հետո անմիջապես հողի վրա մոխիր էի լցրել, այստեղ համեմ է, համեմն էլ կքաղի, կմաքրենք, դրսից օրակում կլվանանք, կտանենք տուն։ Վերջում կտեղադրեմ Մարինեիս վիդեոն, թե ինչպես է խնամում մեր թութակին, իմ լավ բարեկամներ։ Բարև ձեզ, այսօր ես ցույց եմ տալու, ոնց եմ ես ամեն օր փոխում թուղթ ու ջուրը կեշայից տակում։ Առաջինը խմում ենք այս ջուրը, կեշային շատ եմ սիրում, կեշան երգում է։ Հիմա ես յան սովորացնում եմ երգի, խոսալ, սենց հանում ենք թուղթը, տանեմ էսի լվան, ջուրը փոխեմ ու գամ։ Լվացի պրծա, փոխեցի կեշայի ջուրը, հիմա դնում եմ մաքուր թուղթ։ Ամեն օր ես փոխում եմ։ Կեշայից պրծանք։ Այս նկարը հենց տեսեք, այս նկարը նկարել է իմ պապիկը ու ռամկանել է սարքել պապիկս, նայեք ինչ գեղեցիկ է։ Կեշայի մաքրելուց հետո միացնեմ պլիսոսը, թող ինքը մաքրի, հետո ես սրբեմ։ Փոշիները վերջացեց պրծեց, հիմա ես սրբում եմ հատակը։ Ես դեմ այս կոմ, որ մեզի չխանգարի, ու այս կոմից սկսենք մաքրել։ Սրբեմ։
Սիրելիներս, տեսնում եք ինչպիսի մռայլ եղանակ է, շատ անպամած ցուրտ եւ այսքանով սիրելիներս այս գեղեցիկ տեսարանով ավարտում եմ այս հոլովակը, մինչ նոր հոլովակ։